Հիմա Նարինե Բեգլարյան, ես ընդհանրապես մարդկանց չեմ վիրավորում, բայց քո նման տականքները վիրավորանքի արժանի են։ Ռուսական ինչ ես ինձ գրել, այ ոչխարի ծնունդ, ռուսականը դու ես ու քո ընտանիքն ա ոտից գլուխ, հասկացանք, ես նախ Ռուսաստանում երբեք չեմ ապրել, որ այսօր դու ինձ ռուսական ես սարքում, ես հայկական եմ, հայկական իծնե ու մինչև մահս ու դա ինձ թվում է թե հասկանալի է, որովհետև իմ սիրտն ու հոգին իմ հայրենիքի համար ցավում է, հասկանում ես, իսկ դու քո նմանները թքած ունեն հայրենիքի վրա, որովհետև այսօր հայրենիքի 80% արդեն վարի ա տալի մի հատ պիղծ, ձեր նմաններն է ինչա թե պատերազմ չլիսոս մնանք, այդ երբ դարակը տենց, երբ մեր հայ ազգը դարավ այս սենց քո նման, որ վախենա թուրքից, մի հատ ուշք եկեք հլը, թուրքում դրաշուննա, որ վախենանք մենք թուրքից, ուզմա 90 միլիոն չէ, ինչքան միլիոն ուզմա եղնեն, կամ հետքով քեզ ասեց, որ սարը պատերազմով ա պետք է բերել, ով քեզ նման բան ասեց, մենք ինչքան գիտենք կասկի դոգովը ռայղ է, ու յուրիդիչսկի շատ սիրուն գեղեցիկ ձևով, եթե մեր Հայաստանի ղեկավարները թասիբ ու նամուս ունենային, այսօր մեր հողերը հետ կբերեին, այսօր ինչի Թուրքիայի վերցրած այդ հողերի վրա ոչ մի բան չի կառուցվում, հենց այնպես չի, չէ դա, ու քո նման ոչխարները, այսօր որ այսենց մենակ պատերազմի մասին են մտածում, որ պատերազմ եղնի, ում տղեկին ես ուղարկեմ, ես կգնամ, կարամ տղա չուղարկեմ, հեչ չմտածես դրա մասին, բայց մի կտոր իմ Հայաստանի հողից չեմ ուզում տամ, այն որ այսօր ճանապարհ ա բացում արդեն, Թուրքի հետ բարեկամություն անեմ, ներողություն ու շնորհակալություն ախնդրեմ, գերիներեն հետ վերադարձրե, մի հատ ուղեղներից շարժեք ինչ ա կատարվում, Ամերիկան ինչի պտի մեր ճանապարհի 75%-ին տեր եղնի, նույն Արարատի պատմությունն ա, չէ գալիս, հետո 100 տարի հետո Ամերիկային պրետենզիա չեք կարա պրիդիվից անեք, այդ հողերը արդեն ճանապարհը Իրանը կլինի, դուք եք ասեք, Ամերիկայի հետ ոնց պատերազմ անենք, բա ոնց մեր հողերը հետ բերենք, այ այս ձևի ձեր նման բութերի խաթր այսօր այս վիճակում ենք։